Պարոն Կարապետյան, հիմա չենք Ես չեմ վիճում, բայց հարգանքով իրար։ Շնորհակալություն։ Պարոն Շիրինյան, այժմ Լևոն Շիրինյանին է, ձեր հարցը ում եք ուղղում։ Պարոն Կարապետյան, որ համոզված եք, որ անպայման հաղթելու եք, հաղթեք, քրեական օլիգարխիայի հետ ինչ եք անելու։ Այն մարդիկ, ովքեր ունեն քրեական Կներեք, ավարտեցիք հարցը։ Խնդրեմ։ Մեկ րոպե։ Այն մարդիկ, ովքեր գնում են իրապես քրեական գործերով, ենթարկվելու են պատասխանատվության։ Այն մարդիկ, ում քրեական գործերը քաղաքական ենթատեքստ ունի, նրանք պետք է լինեն ու ստանան ուղղակի արդարադատություն։ Դա է մեր երկրի հիմնական ճանապարհը։ Մենք պետք է կարողանանք մարդկանց համար ոչ տարբերակելի արդարադատություն ստեղծենք, պարոն Շիրինյան։ Արձագանք։ Այդ դատական գործերը, որ սկսված են, ավարտվելու են, թե չէ։ Այն գործերը, որոնք սկսված են, պետք է ավարտվեն, որ մարդիկ տեսնեն ով է մեղավոր, ով մեղավոր չէ, ով մեղավոր չէ, համագործակցում է շատերի հետ այս իշխանությունը, տեղային դուք եք համագործակցում, ինչ այս իշխանությունը, դուք կարող եք տեղերում տեսնել, պարոն Շիրինյան ջան, դուք կարող եք տեսնել, թե ով է համագործակցում տեղերում քրեաօլիգարխիկ համակարգերի հետ մինչև այսօր, որ ամեն նոր իշխանության հետ նրանք համագործակցում են։ Վստահ եղեք, բոլոր քրեական գործերը հասնելու են իրենց ավարտին, սուտ մատնություն արածները պատժվելու են, մեղ գործածները, ովքեր քրեական սխալ են արել, պատժվելու են։ Շնորհակալություն։ Բայց ես էի առաջինը բարձրացրել։ Պարոն Սարգսյանը անցած շրջանից չի խոսել, պարոն Մարուքյան, եւ սպասում էր իր հերթին։ Հետո դուք եք։ Ժամանակը վերականգնեք։ Ես ուզում եմ պարոն Կարապետյանին դիմեմ, հարցը մի քիչ ձևափոխեմ։ Եթե պարտվեցիք, նստելու եք, սպասեք, տեսնեք, թե ոնց են ձեր հոպարին սատկացնում, կզացնում։ Հոп։ Մի րոպե։ Չէ, մի րոպե։ Մի րոպե։ Ոչ մի վիրավորական խոսք այո։ Այսինքն Ալեն Սիմոնյանը շուտ էր Ալեն խոսում։ Սիմոնյանը ինչ ասել, դուք հիմա գտնվում եք տաղավարում, լսեք ուշադիր։ Մի րոպե։ Ոչ մի կզացնել, սպանել, ամսի ես թույլ չեմ տա։ Իմ թիմակիցը հարց տվեց Ալեն վերաձևակերպեք, Սիմոնյանին։ մի րոպե, կամ հարցը վերաձևակերպեք, կամ ես հարցը թույլ չեմ տա։ Առանց վիրավորական։ Փոխում եմ։ Նայում եք հոպարը ոնց է բոմբ դառնում, թե հեղափոխություն եք հայտարարում, ոնց որ Պարոն Սարգսյան, կտրեք պարոն Սարգսյանի ձայնը։ Ես միկրոֆոնը ունեմ, Ես ուզում եմ կիսվել մեր տեսլականով քննարկում է քրեաօլիգարխիային ինչ են անելու, քննարկում են վարչապետի տեխնացուները, թե քրեաօլիգարխիային ինչ են անելու։ Դուք լավագույն դեպքում կարող եք ասել, թե ինչ պայմաններ եք ստեղծելու, ինչ բարեփոխումներ եք անելու, որ լինի արդար դատարան ժողովրդի համար։ Ոնց կարան վարչապետի տեխնացուները որոշեն ով է դատվելու, ինչքան, երբ կդուզ գա, երկար կմնա, քիչ կմնա, սոված կմնա, թե սատկացնեն, թե չսատկացնեն։ Սա աբսուրդ է։ Հետո այնտեղ բան հնչեց, թե մարդը բան ասե դրա համար կարա նստի։ Մարդը բան ասելու համար Հայաստանում չի կարա նստի։ Մարդը բան ասում, բան ասածը պետքա գնահատվի։ Դրա սպառնալիքի իրականությունը։ Փաշինյանի ձեռքում կա այդ բանը, այդտեղ սպառնալիքը պետքա գնահատվի իրականում, ինչ սպառնալիք։ Արման Թաթոյան, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պետրոսյան։ Մենք ունեցենք խոսում տպավորությունա քրեաօլիգարխիկ այսօր էլ կարող այսօր չկան օլիգարխիկ ռեժիմներ։ Նիկոլ Փաշինյանի ԿՊ կուսակցությունը ամենահսկայական գումարներն է ծախսում այս նախընտրական քարոզչության ժամանակ, որտեղից այդ գումարները ակնհայտ է, որ այդ աղբյուրներից են գալիս, չէ։ Հետո մի հատ էլ խոսում են քրեական գործերով քաղբանտարկյալների մասին, դրան այսօր բազմաթիվ են քաղբանտարկյալները, Միքայել Սրբազան, մյուսները Բագրատ Սրբազան, ամբողջը եւ էլի շատ քաղբանտարկյալներ եւ ամբողջը էլի քաղաքական որոշումներով, այնպես որ նես չի որ քրեաօլիգարխիկ համակարգը սս տպավորությունա թե այսօր նույն ձևով եղել են խնդիրներ, հիմա նույն ձևով էլ այդ օլիգարխիկ ռեժիմից նաեւ օգտվողա հենց ԿՊ-ն։ Նիկոլ Փաշինյան։ Նախ ուզում եմ արձանագրեմ, որ տեղի է ունեցել խայտառակ պատմական իրադարձություն, որ քաղաքական ուժերից մեկը Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ թե տեքստ միացրել, ընդ որում Հայաստանի իշխանություններին մեղադրելով 300,000 ադրբեջանցի բերելու մտադրության մեջ։ Ուրեմն բանավեճին մասնակցող անձի հայրիկի կուսակցությունը 2021 թվականի նախընտրական քարոզչության ընթացքում նույն տրյուկն օգտագործելով ասելով, որ եթե ԿՊ-ի օգտին քվեարկեք, ադրբեջանցիներ են գալու ապրեն Հայաստանում, մասնավորապես կոնկրետանալով Սևանի արևելյան ափի վրա։ Այսօր քանի ադրբեջանցի է ապրում։ Մենք այդ թեման փակել ենք, այդ թեման չկա, իրենք բացում են եւ իրենք ադրբեջանական խոսք են միացնում Երևանի Հանրապետության հրապարակում։ Ինչ վերաբերում է գումարներին, կարծում եմ
չգիտեմ որ համարն է, ափսոս համարները դրված չի, բանախոսը պարոն Թաթոյանը դեռ պետք է ինքը պարզաբան 6-րդը դեռ պետք է ինքը պարզաբանում տա այսօր եւ մի քանի օր առաջ հրապարակված լուրերի կապակցությամբ, որ հիմա բազմաթիվ գրասենյակներ եւ այլն քաղաքացիությունը բարձրացրել է այդ հարցը եւ այդ հարցին պարզաբանում չի ընչել եւ այսօր էլ արդեն պարզվում է, որ մի օտարերկրյա պետության կողմից կառավարվող ընդդիմության Եվրոպամետ թևնա ներկայացնում պարոն Թաթոյան, մի հատ էլ իրան թույլ է տալիս, ասում է թույլ եւ վախկոտ ղեկավար, այսինքն թույլ եւ վախկոտները, որոնք ամեն օր օտար երկրներում ջկլասի պաշտոնյաների էլի մարդիկ կան, այդ իրանց մասը։ Բայց ինձ է վերաբերում, ես արձագանքեմ հետո նոր։ Չէ, այդտենց հետո ձեր ասած իրան կվերաբերվի, իր ասածը ձեզ կվերաբերվի, ուրիշ մարդիկ նույնպես պետք է խոսեն։ Ոչ, պարոն Թաթոյան, զորբայությունով չի, պարոն Թաթոյան, անջատեք պարոն Թաթոյանի ձայնը։ Եվ որովհետև երկիրը վախի մեջ պահել է։ Պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Մյուսներին էլ կտրեք, ինչի՞ չէ։ Մյուսները չեն առանց հերթի մտնում։ Հենց մտնենք խոստանում անջատել։ Պարոն Պետրոսյան։ Պարոն Թաթոյան, դեռ քննարկում ունենալու ենք եւ ձեզ ձայն կտանք արտահայտվելու համար։ Պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Ճիշտ ասած իմ հարցը այլ հարց է ես նախապատրաստել, բայց ձեր հարցի հերթը հələ չի։ Հիմա այս քննարկման շրջանակում արդյոք հնարավոր է, որ մենք մեր բանավեճը տեղափոխենք կառուցողական դաշտ, որտեղ կքննարկվեն գաղափարներ, մոտեցումներ, տեսլականներ, եւ որոնք չեն ուղեկցվի վիրավորանքով, որոնք առաջին հերթին վիրավորանք են մեր լսողների եւ մեր հայրենակիցների հասցեին։ Հնարավոր է արդյոք մենք գոնե այս հարթակում, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն եւ պետք է ըստ այս բանավեճի նաեւ իրենց ընտրությունը կատարել, որը ձևավորելու է մեր ներկան եւ ապագան։ Արդյոք մենք կարող ենք այն միջավայրը ստեղծել, որտեղ կարող ենք միմյանց լսել, հարգել եւ միտք փոխանակել եւ ոչ թե հավիանք։ Լևոն Զուրաբյան։ Ես ուզում եմ հարցնեմ Նիկոլ Փաշինյանից, ինքը ինչ գիտի, որ Չիչացնեմ ձայն կտակ։ Սամվել Տեսել ենք Կարապետ, լսում եք։ Ինքը ինչ գիտի, որ Սամվել Կարապետյանը չի հեռանալու երկրից։ Այսինքն ինքը արդեն այդ որոշումը կայացրել է, արդեն այդ քննիչը այդ որոշումը ընդունել է։ Այս հարցը ինձ ինչ է հուզում, որովհետև դուք եկել եք իշխանության որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք մացոների իշխանություն։ Այսօր մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահ է։ Դուք պիտի անցումային արդարադատություն կայացնեք, բայց դուք ամենավատ հատկանիշները հին ռեժիմների վերականգնեցիք եւ հիմա իրականացնում եք կամայական դատավարություններ։ Որպեսզի այս խայտառակ վիճակը չլինի, նախ սա բանավեճի ֆորմատ չի, մենք հնարավորություն չունենք մտքերով են արտաբերած կեղծ ինֆորմացիաներին պատասխանենք։ Նախ առաջին հերթին մենք 2018 թվականից առաջարկել ենք անցումային շրջանի, այսինքն մեկ ամյա ծրագիր, անցումային շրջանի հակաճգնաժամային կառավարություն, որին հակադարձում էին ստեղ ներկաներից գրեթե բոլորը քիչ տարբերությամբ, ասում են ինչ անցումային արդարադատություն, ինչ լյուստրացիա, գործակալական, քաղաքական, տնտեսական, որ կուսակցությունների մասին նորորեք, ընտրական օրենսգրքի մասին նորորենք, Վարժան Ավետիսյանը այս տաղավարում ասում էր, որ եթե այսպես գնա ընտրությունները, այս խորհրդարանը կունենա ընդամենը 2 տարվա կամ տարի կես տվա կյանք, եւ դուք Վարժան Ավետիսյանի դատավճռում, երբ սպանության գործ չկա, դուք ասում եք մարդ է։ Շատ այդ մասին խոսացել ենք արդեն։ Պատասխանեք, պարոն Փաշինյան։ Ուրեմն ես հստակ ասում եմ, որ այն մարդը, որ 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմայը մտցրել Հայաստանի օրակարգ եւ նրա անձնագրի մեջ էլ գրված է, որ նա օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցից է, եւ այն մարդը, որը մեր մանկապարտեզների, զորամասերի, դպրոցների, քաղաքների վրա ավել հոսանքի փող է դրել եւ գրպանել, այդ մարդը երկար անցկացնելու է բանտում եւ այո ես որպես քաղաքական պատասխանատու ժամանակ եմ տվել այս գործող արդարադատությանը եւ բարեփոխումներին եւ ի վերջո բացահայտել ենք արդարադատության ոլորտում եւ արմատախիլ ենք անելու մաֆիան ինչ վերաբերվում է քաղբանտարկյալների մասին խոսող Թաթոյանին Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան եւ արդարադատության նախարարի տեղակալ է եղել երբ որ այդ նույն գործով հաց բերողին
տարել սպանել են կեղծ դատական եզրակացություններով եւ այդ առիթով քրեական գործահարուցված նա այդ Թաթոյանը լպտի հաց բերողի համար պատասխան տա նոր գաստեղ ճամարտակի քաղբանտարկյանների մասին ինքը քաղբանտարկյանների գոյությունը թաքցնող պաշտոնյա եղել միշտ շատ պարոն Թաթոյան Ուրեմն պարոն Փաշինյան, խնդրում եմ մյուս անգամ չփորձել վիրավորել ինձ, այդ ճամարտակելը դուք եք ճամարտակում, ես խոսում եմ դիրքորոշումներն եմ ասում, մեկ ճամարտակելը, ուրեմն Պետրոս, դիտողություն արեք ու առաջինը ինքն է վիրավորում։ Նոր ես անում եմ, ձայնից կտրում եք, հավասար պայմաններ է պետք պահել։ Մեկը, ուրեմն շատ հետաքրքիր է, քաղաքացիական պայմանագիրը հսկայական այդքան գումարներ են ծախսում նախընտրական քարոզչության, ահռելի եւ այդքան ասում եմ մենք աշխատավարձով ենք ապրում այդքան գումարները շատ հետաքրքիր է որտեղից նրանց երկրորդը կեղծ ձայնագրություններով Դանիել Հովհաննիսյան որը ինձ համար նույնն է ինչ որ ԿՊ-ն հրապարակում է կեղծ ձայնագրություններ առանց թուգելու առանց ճշտելու տարածում են սա նշանակում է շատ մեկ բան որ մենք անցնում ենք խորհրդարան եւ այսքան թիրախավորումների տակ ենք ընկել եւ մյուսը ինչ վերաբերում է արդեն այդ քաղբանտարկյալին նախ էս հազբերողի հետ կապված որ հիմա այսպես ինքը շահարկում է ես շատ ցավում եմ որ ժամանակին համահացել է բայց պետք է իմանալ ումից ինչ ակնկալել այդ նույն Փաշինյանը զանգում էր երբ որ ես մարդու իրավունքների պաշտպանն էի խնդրում էր որպեսի այց իրականացնեմ մենք տեղեկություններ տամ մենք ամեն օր էինք այցի իրականացնում թե ինչ վիճակում է Արտուր Սարգսյանը Ես հակված եմ իրոք ներքին համոզմունք ձևավորելու որ սա բանավեճ չի եւ կարծես թե հարցազրույցը պարոն Փաշինյանի հետ։ Մի հատ յետևեք ես քանի րոպե եմ խոսացել, պարոն վարչապետը քանի րոպե խոսացել։ Դուք ելի կսպառեք ձեր խոսալու ժամանակը։ 2 րոպե բանախոսը խոսած, թույլ տվեք խոսամ։ 2 րոպե չի խոսացել։ Միակ քաղաքական ուժը այսօր դոկուսակցությունն է, ով քննադատում է եւ ներկաների եւ նախկինների։ Մի հատ էլ տեսեք, ներկան նախկինը ներկային։ Բա արդարադատություն մենք ունեցել ենք ընտրովի, փողոցային Զորբաների ինստիտուտ եւ նախկինում եւ ներկայում եւ եթե իրոք օբյեկտիվ ենք եկեք խոսենք մենք երբևիցե արտահայտություն ունեցել ենք նախորդ դարի 90-ականներից սկսած եւ մինչեւ Էդմոն Մարուկյան հետո Նարեկ Կարապետյան խնդրեմ Ես ուզում եմ ուղղակի իմ զարմանքը ներկայացնել որ իմ մոտ տպավորությունն է որ ապագա իշխանության հետ ասուլիս է Նիկոլ Փաշինյանը վարչապետը հարցեր մի տվեք իրան հունիսի 7-ը չէ իրան հարցում են ասում են հետո ելով անստելու Եղբայրս մարդը կարա չընտրվի ու պետքա չընտրվի։ Ինչ եք քննարկում իր հետ ասեք, ոնց պետքա անեք։ Շատ լավ։ Դուք Նարեկ Կարապետյան։ Ես ուզում եմ ներկայացնեմ, թե ով է խոսույթը 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերել։ Արտաքին հետախուզական ծառայության հաշվետվությունն է 2026 թվականին, հուսով եմ դուք կարդացել եք ընդհանրապես։ Այստեղ գրված է. Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո, խաղաղության նախաստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Արտաքին հետախուզական ծառայության կարճ արձագանք եւ վերջին 3 րոպե։ Այդ մասին տեղեկացրել 30 վայրկյան բավական։ Հայերը դա նշանակում ինչու հայերը չեն տեսել սա։ Դա նշանակում է որ Հայաստանի քաղաքացիների Պարոն Կարապետյան մի գոր լսենք իրար, պարոնեք։ Դա նշանակում է որ Հայաստանի պետական ինստիտուտները տիրապետում են եւ կառավարում են իրադրությունը եւ օտարերկրյա լրտեսական ցանցերը թույլ չենք տալու օգտագործեն Հայաստանի Հանրապետությունը որպես ադրբեջանական խոսույթների տարածման պլացդարմ եւ հանրապետության հրապարակը նույնպես եւ Հայաստանի ժողովուրդը պետք է արձագանքի։ Մի վայրկյան հիմա պարոն Պետրոսյանի հարցիրավունքն է, պարոն Բաղդասարյան, հենց հիմա ձեզ եմ անդրադառնում, տեսեք, երբ որ մարդուն հարց են տալիս, պետք է պատասխանի։ Ինչքան շատ եք հարց տալիս, այնքան շատ է Նիկոլ Փաշինյանը։ Հարցեր տվեք պարոն Բաղդասարյանին։ Խնդրում ենք ձեզ։ Գուրգեն Պարոն Սուրեն Պետրոսյան։ Պարոն Ղազարյան։ Հիմա Սուրեն Պետրոսյանի հարցը Պարոն Բաղդասարյան չեն քննարկում ձեզ հնարավորինս հասկանալի բացատրեցին։ Խնդրեմ պարոն Պետրոսյան։ Պարոն Բաղդասարյան դադարեցրեք երկխոսությունը։ Հաջորդը ձեր հարցիրավունքը։ Ես մի հատ վարման կարգով հարց տամ։ Ռեպլիկի ժամանակ հարցին են պատասխան։ Կգա ձեր ժամանակ կտակ։ Բայց հարց չի։ Թողեք մարդը հարցը տա։ Պետրոսյանի հետ նպարն տարական հարգանք ունենանք միմյանց նկատմամբ։ Կանոնները ընդհանուր
Կանոնները մենք ուղարկել ենք եւ տեխնացուները մանրամասն կարդացել են։ Նորից եմ ասում, երբ որ պարոն Պարոն, Պետրոսյանը վերջ, հիմա պարոն Պետրոսյանի հարցի իրավունքն է, պարոն Պետրոսյան Պետրոսյանը ունի արձագանքման առաջնահերթություն։ Երբ ավարտում է նա, ըստ հերթականության ձեռքերի տալիս ենք ձեզ հնարավորություն արտահայտվելու համար։ Խնդրեմ, պարոն Պետրոսյան։ Խոսքը ուղղված է, հարցը ուղղված է Նիկոլ Փաշինյանին։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, որ պատերազմի